Բարձր դատարան, հաշվի առնելով, որ անցած օրերի ընթացքում մի շարք փաստարկների անդրադարձանք, ես միայն մի խումբ փաստարկներին կանդրադառնամ, եթե ժամանակը ների, նաև այսօր եզրափակիչ ելույթներում հնչած որոշ մտքերի։ Առաջին հարցը, որին ցանկանում եմ անդրադառնալ, դա Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից ամփոփված արդյունքների հուսալիությունն է։ Բարձր դատարան դիմողների կողմից բազմիցս կատարվեցին փորձեր ընդհանուր առմամբ ապալեգիտիմացնելու Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հրապարակված թվերը։ Եվ ընդամենը, եթե չեմ սխալվում, 4 թե 5 կոնկրետ տվյալ նշվեց, որ այստեղ տեսնում ենք խնդիր եւ հուսամ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործընկերները շատ հասցեական իրենց եզրափակիչ ելույթում կանդրադառնան այդ կոնկրետ նշված ենթադրյալ թերություններին։ Միևնույն ժամանակ գործընկերներից մեկը, պարոն Նորբելյանը, այսօր իր ելույթի ժամանակ ներկայացրեց նոր արգումենտներ, նոր հաշվարկներ, նոր տրամաբանություն որոշակի եւ հենց այս իրավիճակի կանխմանն էր, իհարկե պարոն Նորբելյանը իրավունք ունի փորձի, բայց ես կարծում եմ, որ բարձր դատարանը դա չպետք է հաշվի առնի, քանի որ ես մի քանի անգամ միջնորդեցի, անգամ տեղ ինձ թույլ էի տալիս դատարանի հորդորին մի փոքր չանսալ եւ փորձել շարունակել, երբ որ ասում էի եկեք գնանք այն դաշտ, որ բերենք արձանագրությունները, կոնկրետ տվյալ նշվի եւ ստուգենք, որովհետեւ ընդհանուր անհասցե մեղադրանքը, անհասցե ասելով նկատի ունեմ առանց կոնկրետացման, դա նույնն է բարձր դատարան, որ ես ասեմ, որ օրինակ դիմումները անհիմն են, որտեղ այնտեղ որոշակի տառասխալներ եմ հայտնաբերել եւ եթե այդտեղ կան տառասխալներ, այ պատկերացրեք դիմումատուները ինչքան անպատասխանատու են մոտեցել դիմումի կազմանը, հետեւաբար դիմումը անհիմն է։ Մոտավորապես նույնն է, ինչ որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ընդհանուր պարոն Սմբատյանը երեք նշեց 70,000 տվյալ պարունակող Excel-ի մասով նշելն է ընդհանուր ինչ որ անճշտությունների մասին առանց կոնկրետ նշման։ Բայց մեկին անդրադառնամ նոր այդ արգումենտներից։ Հնչեց հետևյալ միտքը. կարող է լինել իրավիճակ, որ անձը ստորագրել է մատյանում, բայց քվեաթերթիկը չկա։ Բայց չի կարող լինել իրավիճակ, որ քվեաթերթիկը կա, բայց անձի ստորագրությունը մատյանում չկա։ Կարող է լինել բարձր դատարան։ Կարող է լինել մի պարզ պատճառով։ Անձը, ես չեմ ասում սա ճիշտ ընթացակարգ է, բայց հնարավոր ընթացակարգ է։ Հնարավոր դեպք է, ներողություն եմ խնդրում, անձը մտնում է, սկզբից նույնացվում է էլեկտրոնային սարքով, այնուհետև շրջանցելով մատյանը, իհարկե դա էլի եմ ասում, կարգի խախտում է, բայց այդ ծավալների մեջ կարող պատահի այդ դեպքը, մինչդեռ հարգարժան գործընկերը ասում է չի կարող նման դեպք լինել, շրջանցում է մատյանը, ստանում է քվեաթերթիկը, կատարում է քվեարկությունը եւ գցում քվեաթերթիկը արկղի մեջ։ Եվ քանի որ մեր օրենսդրության համաձայն մասնակիցների թիվը հաշվում է մատյանից, ոչ թե սարքից, այդ դեպքում կարող է առաջանալ նաև այդ անհամապատասխանությունը։ Այսինքն այն դեպքը, որը կոչվում է, որ տենց բան հնարավոր չի, շատ լավ էլ հնարավոր է, կարծում եմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն էլ կհաստատի իր եզրափակիչ ելույթում, եթե դրան անդրադառնալու է։ Մյուս հարցը եւ կարծում եմ այս տեսանկյունից գլխավոր հարցը, որը վերաբերում է 101-րդ հոդվածին ընտրական օրենսգրքի։ Հնչեց հետևյալ պնդումը. արձանագրված է, փաստարկված է, որ այդ նույն օրինակը օգտագործեմ, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը այդ ծանրաձողը բարձրացրել է։ Արձանագրված չի։ Ես չեմ կարող պնդել, որ չի բարձրացրել, բայց կարող եմ պնդել, որ հնարավոր չէ հավաստիորեն ասել, որ բարձրացրել է, որովհետև այն քվեատուփերը, որոնց մասով անվավեր է այն տեղամասերի քվեատուփերը, որոնց արդյունքները անվավեր են ճանաչվել, քվեատուփը բացելու պահին արդեն այնտեղ եղել է սահմանված կարգի խախտման հետևանք։ Որևէ պահի մենք չենք ունեցել տվյալ եւ մինչեւ այսօր էլ չունենք տվյալ, թե այդ տեղամասում որ ուժը որքան ձայն է ստացել։ Եվ հենց սրա արտացոլանքն է բարձր դատարան, որ այդ տեղամասերի արդյունքները անվավեր են ճանաչվել։ Տեղամասի արդյունքները անվավեր ճանաչել մեր օրենսդրության իմաստով նշանակում է, որ ԿԸՀ-ն արձանագրում է կամ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, որ հնարավոր չէ պարզել ձայների բաշխվածությունը տվյալ տեղամասում։ Եվ այդ իրավաբանական փաստը ոչ միայն հաստատվել է ԿԸՀ որոշմամբ, այլ հաստատվել է նաև վարչական դատարանի այդ որոշումը չվերացնելով։ Հետևաբար որևիցե փորձ գնալ, փորձել ասել այ այդտեղ
ունեցել ենք այսքան ձայն, եկեք գումարենք այսինչ թվերին, անհիմն է եւ հակասում է մեր օրենսդրությանը։ Չի կարող այդտեղից որևէ ուժի, ոչ միայն Բարգավաճ Հայաստանի, որևէ ուժի քվեարկության քանակ դուրս բերվել։ Ասեմ ավելին, 3 դատարանին ներկայացված տեսանյութերը հենց այդ նպատակն են հետապնդում, որպեսզի դատարանը նայի, ծանոթանա, տեսնի, որ այս դեպքում անգամ չեն կարող վստահ լինել, ինչպես բազմիցս արդեն նշեցի, որ ժամը 8-ի դրությամբ որևէ ուժ, այդ թվում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, բայց կոնկրետ այս դեպքում Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, ներողություն եմ խնդրում, ունեցել է գեթ 1 ձայն, որովհետև 8-ից հետո սենյակ մուտք գործած անձանց, եւ ես սա պնդում եմ, չեմ պնդում 1, 2 կամ 10 անձի ճշգրտությամբ, բայց պնդում եմ, որ էապես ավելի բարձր է եղել անձանց քանակը, մեծ է եղել անձանց քանակը, որոնք մուտք են գործել տեղամաս, ներողություն, սենյակ ժամը 8-ից հետո, քան այդտեղ արձանագրված քվեաթերթիկների թիվն է։ Ուստի բարձր դատարան, որն է 101-րդ հոդվածով նախատեսված, կարող է ազդեցություն ունենալ այս բանաձևի չափման միավորը, որտեղ որպեսզի ընտրատարածքային ընտրական հանձնաժողովը, կենտրոնական ընտրական հանձնաժողովը, բարձր դատարանը գնահատի դա, պետք է պարզ լինի բանաձևը, ոնց է դա գնահատվում։ Դիմումատուն առաջարկում է հիպոթետիկ ենթադրություններ անել։ Դե հնարավոր է, որ այսքան լիներ, հնարավոր է, որ ավել լիներ, հնարավոր է, որ պակաս լիներ։ Բանաձևը դա չի բարձր դատարան։ Եթե ելնում ենք նրանից, որ անհայտ է, թե որ ուժը ինչքան ձայն է ստացել այդ տեղամասում, եւ այդ ձայները արձանագրված թվերը վերածվում են անճշտության, բանաձևը հետեւյալն է. անճշտությունների թիվը այդ տեղամասերի չներառելով հաշվարկի մեջ, եթե ուժը հաղթահարում է շեմը, իսկ ներառելուց հետո չի հաղթահարում, այստեղ ունենք այն իրավիճակը, որ ասում ենք, որ այդ խախտումը բերեց անճշտությունների մեծացման, անճշտությունների մեծացումն էլ բերեց նրա, որ ուժը էլ չի հաղթահարում, բայց մինչև այդ հաղթահարում էր։ Բայց ինչ իրավիճակ ունենք այս դեպքում։ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը տեղամասերի համապատասխան տեղամասերի անվավեր ճանաչումից հետո այդ ավելացված չափով անճշտությունները անգամ չավելացված բանաձևի մեջ, ներողություն եմ խնդրում, միևնույնն է չէր հաղթահարում շեմը, պակասում էր իմ հաշվարկով 21 ձայն։ Ավելացումից հետո պակասում է ոչ թե 155 իմ հաշվարկով ամենայն դեպս, այլ 156 ձայն։ Բայց փաստը մնում է փաստ, որ այդ անճշտությունների ավելացումը չի ազդում, չի փոփոխում իրավիճակը, այնպես չի, որ մինչև այդ անցնում է, դրանից հետո չի անցնում։ Թե մինչև ներառումը բանաձևում չէր անցնում, թե ներառումից հետո նույնպես չի անցնում։ Բարձր դատարան նաև հետևյալ հարցը պետք է քննարկենք, եթե որևէ պարագայում բարձր դատարանը կդիտարկի, որ չէ, այնուամենայնիվ 101-րդ հոդվածի կարող էր ազդել ընտրությունների արդյունքի վրա այս հատվածը հաստատված է, իսկապես կարող էր ազդել, եթե ի հեճուկս այսին փաստարկների դատարանը հանգի այդ հետևության, պետք է քննարկի մի հարց, լավ, ստեղծված իրավիճակում որն է լուծումը։ Վենետիկի հանձնաժողովը ասում է, եթե պետք է վերաքվեարկության հարց քննարկվի, այդ հարցը քննարկող մարմինը պետք է պատասխանի մի հարցի։ Վերաքվեարկությունը կհանգեցնի նրան, որ կվերականգնվի այն արատավոր իրավիճակը, որը ստեղծվել է խախտման արդյունքում, թե կարող է ավելի խորանա այդ իրավիճակը։ Հիմա եկենք եւս մեկ անգամ երևակայենք։ Հունիսի 7-ին ցանկացածս, այդ թվում մենք, երբ որ գնացել ենք ընտրատեղամաս, պատասխանել ենք մի հարցի։ 18 ուժերից որին փորձենք մեր քվեով օգնենք, որպեսզի ներկայացված լինի խորհրդարանում։ Պոտենցիալ վերաքվեարկության դեպքում այդ առանձին տեղամասերում այդ տեղամաս գնացող ընտրողները պետք է պատասխանեն լրիվ այլ հարցի։ Կոնկրետ ոչ թե 18, այլ կոնկրետ 1 ուժի իրենց քվեով փորձեն օգնել, նպաստել, որպեսզի հայտնվի խորհրդարանում թե չէ։ Ոնց կարող է մի գործընթաց, որում ես որոշում եմ մի ուժի նպաստեմ թե չէ, վերականգնել պատկերը այն գործընթացի, որտեղ ես որոշում էի 18 ուժերից, որ մեկին օգնեմ անցնի խորհրդարան, թե ոչ։ Միգուցե գործընկերները ասեն, լավ, այդ դեպքում համապետական վերաքվեարկություն։ Իրավիճակը փոփոխվում է, բայց ոչ կտրուկ, որովհետև մենք բոլորս արդեն որպես ընտրող տեսել ենք բարձր դատարան, որ 18 ուժերից միայն 4-ն են, որ կամ վստահաբար հաղթահարել են շեմը 3-ը, կամ մեկը, որ մոտիկ է շեմի հաղթահարմանը, հաջորդ
ուժը, որը ամենամոտն է միասնության թևեր կուսակցությունը, երկուսից ավել 3-ին չհասնող տոկոս է հավաքել։ Այսինքն բոլորի համար, անգամ համապետական վերաքվեարկության պայմաններում ակնհայտ է լինելու, որ մնացած 14 ուժերին ձայն տալու իմաստ ամենայն հավանականությամբ չունի, որտեղ այդ ձայները փոշիանալու են, որտեղ ոչ մի նախադրյալ մտածելու, որ ընդամենը նայած երբ կլինի այդ վերաքվեարկությունը, եթե լինի, հուսամ չի լինի, բայց բոլորովին վերջերս հունիսի 7-ին տեղի են ունեցել ընտրություններ եւ այ հիմա շատ կտրուկ պատկերը փոխվելու է, նման նախադրյալ չկա, հետեւաբար անգամ եթե արձանագրվում է, որ այս խախտումները, ելի եմ ասում, կարծում եմ հիմք չկա դրա արձանագրման, բայց եթե արձանագրվում է, որ այս խախտումները կարող էին ազդել արդյունքների վրա, ոչ տեղամասերում վերաքվեարկությունը, ոչ համապետական վերաքվեարկությունը չի կարող բերել նրան, որ մենք վերականգնենք պատկեր եւ վերականգնենք ընտրողի իրական կամքը։ Պարոն Օրբելյանը մեկ այլ միտք ասեց այս դեպքում, եկեք, եթե վիճելի է, եկեք քննարկենք օգուտ այդ մասնակից ուժի։ Առաջին հայացքից կարա տրամաբանական թվա, բայց երկրորդ հայացքից եւ երրորդ հայացքից ոչ։ Գիտեք ինչու։ Որովհետեւ այդ այսպես ասած շահերի պաշտպանությունը այդ ուժի լինելու է ի հաշիվ մյուս ուժերի, որի դեպքում նորից խեղաթյուրվում է ընտրողի կամքը։ Ավելին ասեմ, մենք հիմա քննարկում ենք ընդդիմադիր քաղաքական ուժի շեմը հաղթահարել չհաղթահարելու հարց։ Այս նույն իրավիճակը կարող ստեղծվեր եւ անվավեր ճանաչման արդյունքում իշխող ուժը օրինակ որակյալ մեծամասնություն ունենում է, թե չի ունենում իր ձայների առումով։ Այսինքն այդ ժամանակ էլ էր ընդդիմության համար այս տրամաբանությունը ընդունելի լինելու, որ եկեք դնենք վերաքվեարկություն, որը 100% տակտիկական է լինելու, եւ այդ վերաքվեարկությամբ թող որոշվի իշխող ուժը ունի 3/5, թե չունի 3/5 կամ անգամ սահմանադրական մեծամասնություն։ Այսինքն այստեղ չկա անպայման ընդդիմության շահերի պաշտպանության այդ կոմպոնենտը։ Բարձր դատարան, ուզում եմ նաև անդրադառնալ, քանի որ ժամանակ մնաց, որոշ եզրափակիչ ելույթներում հնչած փաստարկների։ Տեսեք, ներկայացված այդ եզրակացությամբ, որը կցվեց գործինյութերին եւ այսօր վկայակոչեց պարոն Վարդևանյանը, եթե չեմ սխալվում, ասում է արձանագրվել է, որ թոշակների բարձրացումը եւ առողջապահության ապահովագրությունը դրականորեն է ազդել ընտրողների կամքի վրա։ Իհարկե դրականորեն է ազդել, բայց մենք երբ ենք դա վիճարկել։ Բնականաբար, երբ որ գործող իշխանությունը կատարում է ռեֆորմ, որը բխում է անձանց շահերից, իրենք սկսում են դրական վերաբերվել իշխանությանը։ Այստեղ երկու հանգամանք է կարևոր, որը անտեսվում է գործընկերների կողմից։ Առաջինը, ոչ թե պետք է ասենք նախընտրական շրջանում իշխանություն հանգարց լավ չաշխատես, որտեղ դա կարա մարդկանց դրական տրամադրի քո դեմ, այլ պետք է նայենք այդ գործողությունները ինչքանով են օրգանիկ, ինչքանով են համապատասխանում մինչև նախընտրական շրջանը այդ իշխանության իրականացված աշխատանքին եւ կարծում եմ մենք բավականաչափ փաստեր ներկայացրեցինք եւ հանրայնորեն դա հայտնի է, որ օրինակ թոշակի բարձրացումը հետեւողական փուլային գործողություն է եղել։ Առողջապահության ոլորտում բարեփոխումները կարող է չեն կոչվել առողջապահության ապահովագրություն, բայց սկզբից սուբսիդավորվել են կամ ամբողջությամբ ծածկվել են պետական բյուջեի հաշվին X վիրահատություններ, օրինակ, որոնք էլի իրենց բնույթով անձի առողջապահության կարիքները հասցեագրելու միջոց են։ Եվ երկրորդ կոմպոնենտը բարձր դատարան, որը գործընկերները, որի մասին լռում են։ Շատ բարի, շնորհակալություն։ Դա այն է, որ իշխանության դրական գործողությունները չեն միայն, որ դրականորեն ազդում են քվեի վրա, ցանկացած իշխանություն ունենում է ինչպես ձեռքբերումներ, այդպես էլ թերացումներ։ Հետևաբար, այո, առողջապահության տեսանկյունից դրական է լինում, բայց մեր ոլորտից օրինակ բերեմ համապետական մակարդակ չգնամ։ Օրինակ, փողոցում արկա փոսը եւ ոչ ժամանակին կատարվող փոսալցումը բացասական էֆեկտ է ունենում, իսկ օրինակ ընդդիմությունը այդ բացասական էֆեկտը չունի։ Ընդդիմությանը ոչ մեկ չի մեղադրում, ասում ինչի այս արված չի, այն նա արված չի, այն նա արված չի։ Եվ այս երկու երևույթները միաժամանակյա իրենց արկայությունը մեկը մյուսը բալանսավորում է եւ ընդհանուր մրցակցային միջավայրը չի խախտվում բարձր դատարան, բայց գործընկերները հասկանալիորեն այս ասպեկտի մասին լռում են։ Եվ բարձր դատարան ես կուզեմ եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել եւ խնդրել, որպիսի խորհրդակցական սենյակում մեկ անգամ եւս պարտադիր ծանոթանաք վարչական դատարանի հետ կապված
հարգարժան պարոն Դիլանյան, ձեր տրված հարցի հետ կապված մեր ներկայացված գրավոր դիրքորոշմանը, որտեղ ես կարծում եմ միանշանակ հիմնավորվում է, իրավասության հարցը դնում եմ մի կողմ, որ իր վարչական դատարանը առհասարակ կարծում եմ այդ հարցով դիրքորոշում հայտնելու իրավասություն չուներ ամենայն հարգանքով, ելակետային տվյալները միանշանակ բացակայում էր, հնարավոր չէր վերջնական պատկեր հունիսի 13-ին ստանալ։ Մենք ներկայացրել ենք 59 տեղամաս բարձր դատարան, ինչ էր ասում դիմողը, ասում էր դե ելակետերը կան, վերահաշվարկի արդյունքները կան, մեկը մյուսով համադրում ես, վերջնական պատկերը ստանում ես, այդպես չի։ Մենք ներկայացրել ենք 59 տեղամաս, որտեղ ոչ մի վերահաշվարկ տեղի չի ունեցել, բայց նախնական հրապարակված արդյունքների եւ վերջնական արդյունքների միջև տարբերություն կա։ Հետևաբար մինչև դա չտեսնենք, անգամ ես մի այսպիսի բան բացեմ, քանի որ ես էլ զուգահեռ հետևում եի այդ քաղվածքները նայում վերլուծում էի, անգամ ներսում որ գործընկերները հարցնում էին պատկերը ոնց է, ասում էի մինչև ԿՀ-ն չհայտարարի, ոնց որ թե սենցա կամ ոնց որ թե նենցա, վերջնական հնարավոր չի դա ասել ֆիզիկապես ուղղակի։ Նաև բարձր դատարան, այսօր նաև պարոն Վարդևանյանը ցուցակների մասով ուղղակի իգիտություն ձեզ ասեմ, էլի, որտեվ արձագանքելու վերջին հնարավորություն ասեմ, որ պնդեց, որ այդ ցուցակները միայն Հայաստանում են հասանելի, դա ուղղակի այդպես չի։ Երկու տարբեր VPN ծառայությամբ ստուգել եմ, երկու հոգու էլ, որ արտերկրում ապրում է, խնդրել եմ այսօր մուտք գործեն ԿՀ կայք եւ այդ ցանկերին ծանոթանան եւ լրիվ հնարավոր է եւ որևէ հասանելիության սահմանափակում չկա։ Սա խնդրում եմ ընդունել իգիտություն։ Եվ նշվածը հաշվի առնելով բարձր դատարան, միանալով գործընկերոջս խոսքին, ընդունելով, որ այս ընտրական գործընթացը շատ բացեր վերհանեց եւ հետագա բարելավման կարիք ունի, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի աշխատանքում իմ կարծիքով, թե այլ օրենսդրական փոփոխությունների տեսանկյունից, այնուհանդերձ պնդում եմ բարձր դատարան, որ դիմումներում ներկայացված փաստարկներն անհիմն են, տեղի չեն ունեցել խախտումներ, որոնք կարող էին ազդել կամ ազդել են քվեարկության արդյունքների վրա, ուստի դիմումները ամբողջությամբ ենթակա են մերժման։ Շնորհակալություն։